Ճիշտ հարց ունեմ, պարոն Աղազարյան, երբ որ օրինակի թեման կար, եւ դուք պատմական պատգամավոր եք, դուք այդ ժամանակ չէիք առարկում, ինչու այդ ժամանակ չէիք խոսում։ Ես հիմա չեմ առարկում։ Եթե օրինակը խանգարում է մեր պետականության կայացման զարգացման, թող փոխվի։ Եթե զինանշանը գրողը տալի խանգարում է մեր պետականության կայացման եւ զարգացմանը, թող փոխվի, բայց դա լինի երրորդ հանրապետության, այսպես կոչված, ժառանգությունը, ժառանգորդը մենք լինենք, ոչ թե կտրենք։ Ասում դա իրավական էլ չի լինելու, ասում մենք Ոչ, ստում է, ինքը իրավական անելու։ Նիկոլ Փաշինյանի ստախոս համարեցիք։ Ոչ, այդ հարցով է ստում։ Լավ, պարոն Աղազարյան, դուք որպես Քրիստոսի Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ճանաչած մարդ, մոտավոր ճիշտ եմ, չէ՞ ձեր խոսքը։ Չէ։ Ես ասել եմ, ես հայտարարել եմ, որ երբ որ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատացյալս մտածեցի, որ հնարավոր է, որ Քրիստոսը գոյություն ունեցել։ Հիմա ներողություն։ Հիմա էլ մտածում եմ, որ Քրիստոսը կարող է գոյություն ունեցել, բայց ես չեմ հավատում հարությանը Քրիստոսի, ես ինձ համարում եմ քրիստոնյա եւ համարում եմ, որ ես ցանկացած 100 քրիստոնյա եթե բերեք շարեք իրար կողքի, ես դրանց մեջ կլինեմ 5-ի մեջ, որ ավելի լավ պահպանում այդ պոստուլատները, հավատարիմ այդ սկզբունքներին եւ այլ։ Հիմա բանա եւ ես աստու գոյությունը չեմ հավատում։ Փաշինյանի հարությանը հավատում եք, ինքը մի քանի անգամ ասեց ես մահացել եմ։ Փաշինյանի հարությանը։ Այո, այդ իմաստով այդ եթե դուք ասեք իհարկե շատ գեղեցիկ ձևով հեգնում եք, հա, բայց սպանվելը տարբեր ձևով է լինում եւ մահները տարբեր ձևով է լինում։ Հիմա դուք պատարակին գնալու եք իրար։ Ես պատարակի երբեք չեմ գնացել, երբեք չեմ գնալու։ Լավ, այս կռվի մեջ դուք ում կողմից եք։ Սահմանադրություն։ Պարոն Աղազարյան, դուք ներասեցիք, որ հասարակության մի հատվածը հիվանդ է եւ ընկել է։ Մի ամբողջ հասարակությունն է հիվանդ։ Նիկոլ Փաշինյանն էլ է հիվանդ։ Բա իհարկե։ Բայց ասեք, կարողապատը իր վրա քիչ ազդում է սինդրոմներ, որտեղ ինքը ուժեղ անձնավորություն է, բայց չի կարա մաս չկազմի այդ ամբողջ։ Պարոն Աղազարյան, նաեւ համբարձումին կալանավորման հետ որոշման հետ դատականին չկասեք, Բան չեմ կարող, օրինական ուժի մեջ մտած շփան չի, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի, որովհետև դա կան փուլեր, չէ՞, բողոքարկման։ Պետերին հեռացնելու այսպես գործընթացի լիկվիդացնելու գործընթացի Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կարող է լինել արդյոք քաղաքականության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ, որոնք թույլ կտան իրավախախտում եւ հետո այդ իրավախախտումը կոստելու համար ասեն, որ քաղաքական հետապնդում է, կարող են, անկասկած կարող են լինել։ Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել մարդիկ, որոնց վրա կարող են գործ սարքվել, որպեսզի իրենց դուրս մղեն քաղաքականությունից ժամանակավորապես կամ ընդհանրապես ճնշել։ Կարող է, իհարկե կարող է։ Եվ դա արվում է, եւ հետեւաբար, ստեղ իրավապահ մարմինների ոլորտն է, ես իրավապահ իմ վստահության գործակիցը իրավապահ մարմինների գործունեության կապված շատ ցածր է, որովհետև եթե վարչապետը հայտարարում է, որ բանին անունչա, վաստակուդատական խորհրդի նախագահին ինքն է հանել աշխատանքից, ապա ինչի մասն է խոսքը։ Ինչու հիմա հիշեցին, հա, ինչու հիմա որոշումը կայացվեց, այս ամեն ինչի մեջ տեսնում եք քաղաքական գործընթացների։ Դավիթ Համբարձումյանի հետ կապված գործընթացը շուտվանից է գնում։ Սկսե, բայց հիմա որոշումը կայացվեց։ Դե ինչ-որ ժամանակ ավարտվում է, չեմ կարող ես գնահատական տալ։ Բայց դուք այդ իրադարձություններին, որ մասնակցում եք, տեսել եք Դավիթ Համբարձումյանի կողմից մարդկանց բռնության ենթարկելու դեպքեր, թե ոչ, պարոն Աղազարյան։ Ես իրադարձություններին մասնակցել եմ եւ հնարավորություն չեմ ունեցել ֆիզիկապես եւ որևէ կերպ միաժամանակ գտնվելու Հայաստանի Հանրապետության հարյուրավոր եւ հազարավոր հատվածներում, Նարեկ ջան։ Շնորհակալ։